մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում հաշվետվություն զորահանդես էր, ցուցադրվեցին մեր զինված ուժերի զինանոցի որոշ զինատեսակներ։ Նկատենք, պարոն Միքայելյան, որ ընդդիմությունը արդեն տևական ժամանակ անընդհատ հայտարարում էր, որ մենք չունենք բանակ, կառավարող ուժը քայքայել է, քանդել է բանակը, չենք զինվում եւ այլն։ Երեկվա միջոցառումը ինչի մասին էր։ Նախ մենք այդ զորահանդեսը չենք ուզում անեինք, բայց հենց իրանց ընդդիմության ասացու, որ բանակ չկա, քանդել են բանակը, ոչ մի բան չունենք։ Թող իրանք նայեն հասկանան, որ 3 տարում հնարավոր է 3-4 տարում հնարավոր է նման բանակ ունենալ, որ 20 տարվա ընթացքում իրանք այն հին ինչ կար դուրս գրած սովետական միության ժամանակվա տեխնիկան, ամեն ինչ բերում են, չեմ ուզում մանրանամ, ուրիշ ձևին բերում են, դե ոնց որ տալիս են, ստանք էլ բերում եմ համարել ենք, այս սաղ գնաց է, ես հենց հեզոր բանագրեմ անգամ ես անցած, թե նախանցած տարի հարցազրույցում որ ասի մենք բանակ չունենք, ամբողջ բանով թափանվեց, ոնց բանակ չունենք, դա ապացույց էր, որ հնարավոր է անել, իսկ իրանք այդ տարիների ընթացքում հատկապես բանակում կոռուպցիան իրանք խեղդում են, կոռումպացված ամեն մեկ իր ձևի գիտեր որտեղից ինչ առներ, միջև ընդհանուր զինվորի սնունդը։ Բայց մենք ունենք, այսպես ասած, տարածաշրջանում ամենամարտունակ բանակի լեգենդը, միֆը, որով կերակրում էին հասարակությանը։ Դա դրա ազգենի ժամանակ սպարապետի, որ տարածաշրջանում մենք հեզոր ենք։ Դե գիտեք, սպարապետն կարացա բոլորից համախմբել, այսօրվա այս իրավիճակն որ եղավ, դա հենց հոկտեմբերի 27-ն էր։ Այնպես չի, որ ես նորի մարզը ելույթում ասել եմ Աբովյանում, ինչ կատարվավ։ Պարոն Միքայելյան, նաև քննադատություն հնչեց, որ դուք զորահանդեսը քաղաքական նպատակներով իրականացրեցիք։ Այս դիտարկումների մասին ինչ ասել։ Նման բան չեղե։ Նախընտրական շոու էր։ Նախընտրական շոու ու մակետներ չենք բերինք ցույց տալիս, բանակ ենք ցույց տվել, որ այս 3 տարվա ընթացքում իր ձևի արդյունավետությունը բանակ կա, նորմալ, ժամանակակից ինչ-որ բան, ոչ թե ոնց որ ասում 88-ական թվականների զենքով ենք կրվում։ Սերժ Սարգսյանն ասում է խորտ զավակն է մեր բանակը եւ չի կարելի բանակը նախընտրական դեկորացիայի վերածել, ինչը հաստորեն արեց իշխանությունը 3 Ես 30 տարի առաջ քայլել եմ այդ հրապարակում, մի կարոպկայել երկրապանակ քայլել, հասկանում եք, բայց 30 տարի առաջ մինչև իրանց էս իշխանությունը, որ իշխանության էին, իրանք մոտ ոչ մի բան չէր փոխվել, բանակով գումար էին աշխատում, այդ իրանք չեն գիտե, բոլորս էլ գիտենք, ինչ կարաս անես, բայց բանակին պետք չէր գտնել, ու պլյուս դրան, եթե մենք այս 20 տարի ավել մեր թշնամին զինվում է ժամանակակից զինք տեխնիկայով ամեն ինչով, բայց ու գլխին դիթափեր այդ ամեն ինչը։ Գոնե մենք այդ իրանց պաշտպանողական բանակ սարքինք, որ կարողանանք իրանց այդ մեծ ուժի դեմ պաշտպանենք։ Եթե բանակցային փուլով իրանք գիտին ոչ մի խնդիր չի լուծվում, ուրեմն պետք է մենք զինվեինք, որը չարվավ։ Պարոն Միքայելյան, մի այսպիսի հարցել, մեր բանակը այսօր արկա իր զինանոցով, զինատեսակների պաշարով ի վիճակի է լուծել իր առջև դրված խնդիրը, այն է պաշտպանել հաստատված խաղաղությունը։ Մեր բանակը այսօր պաշտպանողական բանակ է, հարձակողական բանակ չենք։ Մենք բանակ ենք ստեղծել, բանակն արդիականացրել ենք, որը Շնամու կողմից եթե հարձակում լինի, մենք կարողանանք պաշտպանենք։ Իսկ քիչ առաջ որ ես իմ խոսքի մեջ ասի, այն ժամանակ որ ադրբեջանցիք զինվում այդ ձև, մենք էլ պետք է հասկանանք։ Ու բոլոր նախագահներն էլ ասել են, որ բանակցային գործընթացով ոչ մի հարց չի լուծվում։ Այսինքն մենք պետք է պաշտպանվենք, բանակ պետք է ունենանք նորմալ։ Այդ իրանց անլան թալանը չդրին բանակի վրա, բանակն էլ թալանին, դրա համար էլ այսօր նանք ենք է։
Եթե հետևել եք ընդդիմության քարոզարշավին, վստահ եմ տեղյակ եք, որ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանը եւ Սամվել Կարապետյանը ազդարարում են, որ հաստատած խաղաղությունը, սա հեղեղուկ, թույլ, մեկ մարդու կամքից, Ալիևի կամքից կախված խաղաղություն է եւ իշխանության գալու դեպքում իրենք վերելու են արժանապատիվ, երաշխավորված, ուժեղ ամուր խաղաղություն, առնվազն 3 երաշխավորի ներգրավում Իրաց երաշխավորվածությունից մենք կշտացել ենք արդեն։ Թող մնան իրաց տեղում, այս երկիրը զարգանա։ Ես չեմ ուզում նորից տանեմ դեպի Ռուսաստան, ես ինչ պետք է ասել եմ, հասկանում եք, բայց այս քանից հետո մարդ ոնց կարա արդեն նման քայլերի թա կամ նման բաներ ասի։ Դրա համար այն բան ասած դու էլ ասա, ասելու ոչի։ Մենք երաշխավորներ չունենք, աշխարհն այսօր կանգնած է մեր թիկունքին։ Իսկ այն ժամանակ մի պետությունից կախված ոնց ուզին այն Վազգեն մի հատ լավ խոսք ուներ, ասում էր մենք հոնտեր չենք, որ ով ոնց ուզի գլուխներս խուզի։ Այդ կարգավիճակի մեջ ենք ընկել։ Հենց իրանց այդ երաշխավորի ձեռ։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Միքայելյան։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։